Ինձ հարց եմ տալիս, արդյոք ես ճիշտ եմ անում են, ինչ որ անում եմ։ Խոսում ես ու ես հասկանում եմ քո հոգեվիճակում ինչ փոթորիկ էր։ Այս մատանու համար, եթե ես քեզ հետ վիճեմ, հնարավոր է ես շատ ավելի լուրջ խնդիր ունեմ իմ ներսում, բայց այդ մի արդը ծախսում եմ այս մատանու մասին խոսելով։ Կար ինչ որ շրջան, երբ միջավայրում բոլորի հետ կոնֆլիկտի մեջ էր, որովհետև դու քեզ պիտի գտնեիր։ Այդ իմ ամենացավոտ կողմն է։ Իմ ընտանիքը ծանր տարավ այդ որոշումը։ Ես շատ կուզեի, որ այդ ընթացքում ավելի երկար մտածեի, որովհետև գիտեմ, որ շատ նեղացրել եմ մերոնց։ Ես կարայի ավելի մտերիմ լինեի, գնայի ասեի, մամարի գնանք այս տունը նայենք, իսկ ես այդ ընթացքում ինձ մոտ տագնապ էր, շատ տագնապ էր, ես ուզում էի ամեն ինչ արագ անեի, ես փախչում էի ինձնից, բայց չի հասկանում, որ ես ինձնից եմ փախչում։ Ափսոսում ես հիմա, որ միայնակ ես ապրում, թե ամեն դեպքում չէ։ Ես միայնակ եմ, բայց ունեմ շատ ամուր ընտանիք։ Բարդ է եղել որոշումները, բայց միևնույն ժամանակ հաջողված։ 3 օր անցել եւ Էլիզը ինձ պատմում էր, որ հունիսին պետք է նշանվեն։ Ինչ տեղի ունեցավ այդ օրերի ընթացքում կամ գուցե ավելի վաղ էր տեղի ունեցել, բայց դու լռում էիր։ Մեծ սեր է եղել, շատ դժվար է եղել։ Երկուսս ենք որոշել, ճանապարհորդությունը աշխատելը, դա չի նշանակում, որ դու ոչ մի բան չես զգում։ Հաճախ դեպրեսիաները այնքան սիրուն ստորիների տեսք են ունենում։ Այո։ Քո կյանքը մինչև այս էլ բավականին բարդ է եղել։ Փոքր տարիքում հայտնվեցիր քույրիկի հետ մանկատանը ու ինչ որ առումով դու չհասցրեցիր մանկություն ունենալ։ Ես փոքր չեմ եղել։ Չեմ հասցրել փոքր լինել, ինչքան է որ ես 12 տարեկան էի, 8 տարեկան էի, ես միշտ իմացել եմ, որ ես մեծ եմ։ Ես զարմանում եմ ինձ վրա, երբ որ հիշում եմ, նայում եմ Ստելային, ասում եմ երանի քեզ, որովհետև ինքը իրոք հիմա վայելում է իր մանկությունը։ 13 տարեկանում ինչ որ առումով նաև որոշել էր, որ դու Ստելայի մաման ես։ Այդ որոշումը ինքն իրան է եղել։ Էդի ես չեմ որոշել։ Ինքը այսքան երեխա էր ու իր ամբողջ հույսը ես էի, որ Էլիզը կա։ Ինչ էր նշանակում երեխայի համար բախումը մահվան հետ։ Մամայիս մահից հետո ես չեմ վախենում ոչինչ կորցնելուց։ Դուք որպես կանոն չեք խոսում ձեր հայրիկի մասին։ Իմ պապան Արամն է։ Երևի այդքանը։ Ես մեղք չունեմ, որ ես ունեցել եմ այդ անցյալը։ Դու չունես անցյալ, որից դու պիտի ամաչես։ Պարտադիր չի մարդուն մեկնաբանություն գրես, որի մեջ կարա լինի վիրավորանք։ Մարդիկ միշտ հիշեցնում են ու շատ ցավոտ են հիշեցնում դա։ Խոսքեր կան, որ իրոք ցավեցնում են մարդուն։ Հաղորդման գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։